Դավիթ Վարդանյանին մեղադրանքի առաջադրվել, որ զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի ավագ մասնագետի պաշտոնը իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Իլիչ բնակավայրում հաշվառված զորակոչային տարիքի հասած Հայրիկ Հայրապետյանի օգտին կաշառքի դիմաց գործողություններ է կատարել։ Մասնավորապես պարտադիր զինվորական ծառայությունից 3 տարի ազատում տրամադրելու հարցի շուրջ պայմանավորվածություններ է ձեռք բերել Աղաբեկ Կարապետյանի եւ Էդգար Կարապետյանի հետ, որից հետո պահանջել է խոշոր չափի 4.221.140 ՀՀ դրամի համարժեք 11,000 ԱՄՆ դոլարի կաշառք։ Աղաբեկ Կարապետյանը Էդգար Կարապետյանի հետ նախնական համաձայնություն ձեռք բերելուց հետո ընդունել է կաշառքի պահանջը եւ նույն օրը պարտավորվել է մինչեւ 2025 թվականի սեպտեմբերը Դավիթ Վարդանյանին տալ կաշառքի առարկա հանդիսացող 11,000 ԱՄՆ դոլարը։ Որպիսի պայմանավորվածությունից հետո Պրոտոն աղտորոշիչ կենտրոնում համապատասխան հետազոտությունների արդյունքում ստացված բժշկական փաստաթղթերի հիման վրա կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից Հայրիկ Կարապետյանի առողջական վիճակի վերաբերյալ կազմված եզրակացությամբ վերջինիս տրվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարեկետում 3 տարի ժամկետով։ Գործը հակակոռուպցիոն դատարանում է։